Ես Մուրադյան Գագիկն եմ, Փառք Աստծո համար, որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ Աստծու հետ վերականգնողական կենտրոնում եւ իմ կյանքը վերականգնողական կենտրոնում Աստված փոխեց։ Ես լքված էի հարազատներիցս, 23 տարվա նարկոման էի, 22 տարի նստած էի։ Ձերքերս, ոտքերս ուզում էին կտրեին բժիշկները, պետությունը вообще ոչ մի հնարավորություն չտվեց, որ ձերքերս բուժեն կամ ոտքերս միայն վերացնելու տարբերակներ, բայց ես եկա տուն ժառի վրա վերականգնողական կենտրոնը, որտեղ Աստված ինձ մի հետաքրքիր ձևի հրաշք կատարեց իմ հետ, համ ոտքս, համ ձերքերս այսօր աշխատում են նորմալ, շատ նորմալ, այսօր կնոջս հետ շատ երջանիկ հարաբերության մեջ ենք եւ ինձի շատ լավ եմ զգում մեր վերականգնողական կենտրոնում։ Եվ Փառք Աստծո, որ իմ կյանքը բժշկեց Աստված եւ հոգիս մաքրեց ամեն կեղտոտ բանից։ Հիմա կյանքս երջանիկ է, հոգիս մաքրվել է եւ ծառայական թմի մեջ եմ եւ ծառայում եմ իմ նմաններին։ Անցյալում հանցագործ աշխարհում պարագլուխ եղած Գագիկ Մկրտչյանը 2006 թվականներին ընդունելով Քրիստոսին թողեց իր հին արժեքները եւ առաքելություն ստանձնեց օգնության ձեռք մեկնելու Հայաստանում ապրող թմրամոլներին, գինեմոլներին, հանցագործներին ու մարմնավաճառներին, հանձն առնելով կարգախոս հասնել նրանց, ում ոչ ոք չի հասնում։ Նրան համախոհ դարձան Լուսինե Սաֆարյանը եւ Սամվել Մինասյանը։ Առանց որևէ աջակցության ու ֆինանսավորման սկսվեց փողոցում հայտնված պատանիներին հարազատի պես ընդունելու եւ սեփական տանը պահելու աշխատանքը։ Հանցավոր անցյալ ունեցող բազմաթիվ երիտասարդներ ոչ միայն ազատվեցին կախվածություններից ու փողոցից, այլև ընտանիք կազմեցին եւ աջակցում են նոր սերնդին։ Դեյվիդ Վիլկերսոնի հիմնադրած միջազգային Teen Challenge կազմակերպության անդամները, լսելով Գագիկ Մկրտչյանի կյանքի շրջադարձի եւ բարեգործությունների մասին, 2014 թվականին նրան առաջարկեցին Հայաստանում հիմնադրել իրենց կազմակերպության ներկայացուցչությունը։ 2015 թվականին հիմնվեց Teen Challenge Հայաստան հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում գրանցված է որպես տուն ժայռի վրա ՀԿ։ Ռիսկային խումբ կազմող պատանիներին կազմակերպությունը ներգրավել է տուն ժայռի վրա ֆուտբոլային ակումբում։ Գործում է թմրանյութերից, ալկոհոլից, խաղամոլությունից, մարմնավաճառությունից եւ այլ կախվածություններից տղամարդկանց եւ կանանց վերականգնողական կենտրոնը։ Գործում է նաեւ մահամերձ հիվանդների խնամատարության անվճար հոսպիս ծառայությունը։ Այժմ կազմակերպությունը հոգ է տանում 150 որբերի եւ որբևայրիների համար, հատկացնելով նրանց սնունդ, հագուստ, դպրոցական պարագաներ եւ այլ անհրաժեշտ իրեր։ Հոգ ենք տանում միավ, ձիավով վարակված երեխաներին։ Մեր ծածկի տակ ենք վերցրել բոլորի կողմից լքված հղի կանանց, որոնք հրաժարվեցին աբորտ անելուց եւ որոշեցին կյանք պարգեւել չվախենալով ոչ մի խնդրից։ Մեր ծառայության ճյուղերից մեկն է անապահով եւ բազմազավակ ընտանիքների տների վերանորոգումը։ Այդ շարքում վերանորոգել ենք նաեւ Զատիկ մանկատունը։ Մեր գործընկերներն են Մեկ ընտանիք միսիան, որը առաջին օրերից եղել է մեր կողքին, Կարմիր խաչը, ոստիկանությունը, առողջապահության եւ սոցապ նախարարությունները։ Լուսինե Քոչարյան, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն։ Վերջի տարիներին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար արձանագրում է տուբերկուլոզով հիվանդացության նվազում։ Սա հաջողություն է մեզ համար, քանի որ նվազում են բոլոր ցուցանիշները եւ հիվանդացության եւ մահացության, սակայն տուբերկուլոզը շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանի Հանրապետության համար, մասնավորապես դեղական տուբերկուլոզի դեպքերը, ինչպես նաեւ այն տուբերկուլոզի դեպքերը, որոնք արձանագրվում են սոցիալապես անապահով խավի մոտ եւ մենք լուրջ խնդիր ենք ունենում այս մարդկանց հետագա խնամքը կազմակերպելու հարցում։ Այս հարցում մեզ շատ աջակցում է եւ օգնում է տուն ժայռի վրա հասարակական կազմակերպությունը, որը կազմակերպում է նրանց հետագա խնամքը կացարաններում։ Բացի այդ, այս կազմակերպությունը մեզ հետ համագործակցում է նաեւ կանխարգելման գործում։ Նրանց շահառների շրջանում շարունակաբար իրականացվում են հետազոտություններ եւ այն բանները, որոնք հայտնաբերվում են, վաղ սկսում են բուժումը, այսպեսով կանխարգելելով տուբերկուլոզի հետագա տարածումը։ Շատ կարևոր է մարդկանց շրջանում իրազեկման աշխատանքները, խարանի խտրականության նվազումը, ինչի հարցում եւս օգնում է կազմակերպությունը, օգնելով այս մարդկանց հետագայում իրենց վեր գտնել հասարակության մեջ,
ունենալ ճիշտ վարքագիծ, այսինքն ձերբազատվել որոշ վարքագծային գործոններից, ինչպիսիք են ալկոհոլի օգտագործումը, ծխախոտի օգտագործումը, սա նույնպես նպաստում է հետագայում նրանց կյանքի որակի բարելավմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը։ Ես Արմենիա հատկապես բժշկական կենտրոնի Սուրբ Թունավորումների բաժնի ղեկավար Մերկանյան Շավարժ Լեոնի խորհրդային տարիներից մեր քաղաքը Երևանը ուներ մի հատ մեծ խնդիր, դա անօթևան եւ հարկած մարդկանց համար կացարան էր։ Կոնտինգենտով երբեք ոչ մեկ չի զբաղվել։ Մինչ այժմ մենք ունեինք շատ մեծ խնդիրներ այդ մարդկանց ինչ որ տեղ հետագա վերականգնողական բուժման համար տանելու, նո մեր վերջերս ծանոթացանք տուն ժայռի վրա կազմակերպության հետ եւ սկսեցինք շատ հետաքրքիր համագործակցություն, ունենք մի քանի դրական պատմություններ, երբ ընդհանրապես շատ ծանր վիճակում գտնվող մարդկանց ուղարկեցինք մեզ մոտից, որոնք օրը 3-4 անգամ հարբած վիճակում ընկնում էին մեր մոտ, մեր բաժանմունքը եւ մենք չգիտեինք ինչ անենք, դուրս էին գալիս նորից նույն վիճակում վերադառնում։ Հիմա կազմակերպության հետ համագործակցելու շնորհիվ մենք արդեն ունենք քանի դրական պատմություն, երբ մարդիկ վերականգնվել են, ընդհանրապես եկել են նորմալ վիճակի, մարդկային կերպարանքին ստացել ու արդեն պլաններ են կառուցում ապագայի համար։ Շատ պետքական գործ արվում, շատ մեծ գործ արվում եւ այս գործը անպայման պետք է իր շարունակություն ունենա։ 2019 թվականին հավատարիմ մնալով հասնել նրանց, ում ոչ ոք չի հասնում կարգախոսին, կազմակերպության անդամները անտեսելով կորոնավիրուսով առաքվելու վտանգը, սնունդ եւ դեղորայք են մատակարարում բոլորից անտեսված թափառականներին։ 2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամենաթեժ հատվածներ ենք տեղափոխում դեղորայք, սնունդ եւ հագուստ։ Ռմբակոծվող բնակավայրերից դուրս ենք բերում բազմաթիվ կանանց եւ երեխաների, ապահովելով կացարանով։ Իսկ պատերազմից հետո առաջացավ նոր ծառայություն եւ այցելեցինք բազում վիրավոր ազատամարտիկներին, ինչպես նաեւ զոհվածների հարազատներին, մխիթարական խոսքերով եւ աջակցություններով։ Տուն ժայռի վրա կազմակերպության հիմնադիր Գագիկ Մկրտչյանը պարգևատրվել է Տիգրան Մեծ եւ Մարշալ Բաղրամյան մեդալներով։ Հավատում ենք, որ Տուն ժայռի վրա կազմակերպությունն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի եւ Հայաստանի համաշխարհային առաքելության մեջ, որն է դարձան մարդասիրության եւ քրիստոնեության օրինակ։